Էներգիա չունեմ, գոնե մի կտոր քաղցր ուտեմ, միգուցե գլխացավս թողնի։ Իրականում քաղցրի հակումը ձեր օրգանիզմում այլ պատճառներից է։ Էներգիան չի վերականգնվում քաղցրով, եթե դուք չեք շարժվում, եթե չկա օրգանիզմի թթվածին եւ եթե լավ չի աշխատում ձեր փայծաղը։ Ըստ արևելյան մոտեցման, փայծաղն է պատասխանատու մեր էներգիայի համար։ Եվ եթե դուք շատ եք քաղցր ուտում, նա արտադրում է ստրեսի ժամանակ հատկապես կորտիզոլ, քաղցրը շատանում է արյան մեջ, իսկ մենք նստում ենք, լարվում ենք եւ ինչ է առաջանում՝ կուտակում կամ շաքարային դիաբետ կամ հակառակը թունավորում։ Պարզ ածխաջրերը կարճ ժամանակով են վերականգնում մեր էներգիան։ Անհրաժեշտ են ավելի բարդ ածխաջրեր եւ համարվում է ձավարեղենը սնում է ավելի շատ փայծաղը եւ տալիս էներգիայի վերականգնում։ Հաջորդը ճիշտ ստաբիլ գրաֆիկն է։ Քանի որ փայծաղը ենթարկվում է հողի տարերքին, իսկ հողը սիրում է ստաբիլություն, կայունություն, անհրաժեշտ է ճիշտ օրվա գրաֆիկ, հանգստի, սնվելու, նաեւ մարզվելու։ Դրա համար անհրաժեշտ է նույն ժամին ուտել, նույն ժամին մարզվել, ամեն օր նույն ժամին քնել։ Ֆիզիոլոգիայում սիրելիներս, թթվածնի օգնությամբ շաքարը այրվում է մինչև էներգիայի մեր միտոքոնդրիումներում եւ արտադրվում է էներգիա, որը տալիս է մեզ ուժ, սնուցում է մեր մկանները, օրգանները, իսկ մնացորդները ածխաթու, գազ, ջուր հեռանում են բնական ճանապարհով։ Շատ դեպքերում ոչ թե դուք եք ուզում քաղցր, այլ ձեր ներսում ապրող մանրեները, հատկապես սնկային հարուցիչները։ Եթե ունեք ներսում սնկեր, գրեթե միշտ դուք ունեք ավելորդ քաշի, խնդիրներ կամ հակառակը հոգնածության, թուլության, տոնուսի անկման, մաշկային ալերգիկ ռեակցիաների։ Քաղցրի հանդեպ հակումը կանխելու համար անհրաժեշտ է մարզվել, ստաբիլություն եւ էներգիա։ Դրա համար հրավիրում ենք Airoflex, անցնելու հատուկ հետազոտումներ եւ հատուկ ծրագրեր։ Ինչպես հասկանալ մանրեներից է ձեր խնդիրը, թթվածնի անբավարարությունից, թե ուղղակի իրոք փայծաղի էներգիան է նվազել։ Հնարավոր է այս բոլորը միաժամանակ լինեն եւ մենք կտանք բոլորի համար հատուկ խնդիրների լուծման ծրագրեր։